Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Ինչպե՞ս ներել աններելին։ Չգիտես ինչու, երբ հոգևոր մարդիկ լսում են հրաշք բառը, անմիջապես պատկերացնում են հիմնականում միայն գերբնական միջամտությամբ ֆիզիկական բժշկությունը։ Սիրելի՛ բարեկամ, ես համոզված եմ, որ հրաշքները կարող են տարբեր ոլորտներում լինել։ Ոչ պակաս զորավոր հրաշքներ են բնավորության փոփոխությունը, մեղքի կապանքից ազատվելը, սրտի վերքերի բժշկությունը, հոգևոր վերականգնումը և մեզ հասցրած վիրավորանքներն ու ծանր հոգեկան ապրումները ներելը։ Այո, ներելը իրական հրաշք է։ Հատկապես, երբ ներման է արժանանում աններելի արարքը կամ վերաբերմունքը։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Մարդկայնորեն կարծում եմ, որ դա ծայրահեղ բարդ մի բան է, սակայն Աստծու հետ հնարավոր է անգամ անհնարինը։ Ինչպե՞ս։ Ուզում եմ քեզ հետ կիսվել երկու պարզ, բայց կարևոր ճշմարտություններով, որոնք աններելին ներելու հարցում զորավոր բանալիներ են։ Առաջին՝ ներումը սիրո դրսևորում է։ Հռոմեացիս 5:5 խոսքում գրված է. «Իսկ հույսը չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ»։ Աստված Սուրբ Հոգու միջոցով Իր անըմբռնելի սերն է սփռում մեր սրտերի մեջ, և Սուրբ Հոգուն իրենց մեջ ունեցող մարդիկ, Քրիստոսի իրական աշակերտները, ունակ են դառնում ներելու աններելին։ Երկրորդ՝ ներումը Տեր Աստծու կամքին հնազանդվելու որոշում է։ Կողոսացիս 3:13 խոսքում կարդում ենք. «Միմյանց հանդուրժելով ու ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա, ինչպես Տերը ձեզ ներեց, այնպես էլ դուք»։ Վրեժխնդրության ծարավից հրաժարվելը և դիմացինին մեր հանդեպ թույլ տված անգամ ահավոր ծանր սխալի համար ներելը Աստծու կամքին հնազանդվելու որոշում է։ Դա Աստծու ակնկալած մոտեցումը, սկզբունքներն ու վարքագիծը որդեգրելն է, անգամ եթե դրա համար մենք չափազանց մեծ գին պետք է վճարենք։ Քրիստոսի իրական աշակերտի համար Աստծու կամքին հնազանդվելուց կարևոր ու թանկարժեք բան չի կարող լինել այս աշխարհում։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու էլ այսօր բախվել ես քո դեմ գործած աններելի մի արարքի կամ վերաբերմունքի, ուզում եմ, որ միասին հիշենք վերը բերված երկու կարևորագույն ճշմարտություններն ու ներելու որոշում կայացնենք, որը բխում է մեր սրտերում Սուրբ Հոգու սփռած Աստծու սիրուց և Տեր Աստծու կամքին հնազանդվելու մեր փափագից։ Առաջարկում եմ աղոթել միասին այս կարճ աղոթքով. «Տե՛ր, Դու տեսնում ես այն բարդ իրավիճակը, որին բախվել եմ իմ կյանքի այս հանգրվանում։ Դու գիտես այն հիշողությունները, որոնք իմ մեջ փոթորիկ են բարձրացնում և չներելու պատճառով կորցնում եմ խաղաղությունս ու սրտիս ուրախությունը։ Մարդկայնորեն ինձ համար խիստ դժվար է ներելը, բայց ես հավատում եմ, որ Քո Հոգով Դու զորացնում ես ինձ և անհնարինը իմ կյանքում դարձնում հնարավոր։ Պարուրի՛ր իմ սիրտը Քո սիրով և զորությամբ, որպեսզի Քո կամքին հնազանդվելու և աններելին ներելու իմ փափագը դառնա իրականություն։ Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամեն»։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։